Բարև ձեզ, դուք դիտում եք լրացումը, այսօր իմ գործընկերներ Դերենիկ Մալխասյանի եւ Կարեն Հարությունյանի հետ խոսելու ենք եռյակի մարտավարության մի քանի ներբությունների մասին։ Կարեն 3 Բարգավաճ Հայաստան խմբակցության քաղաքորդի նիստ, կուսակցության քաղաքորդի նիստ տեղի ունեցավ եւ հայտարարեցին, որ 2 շաբաթվա ընթացքում պիտի զբաղվեն համաժողովրդական շարժման շտաբների ձևավորմամբ։ Սա նոր մարտավարություն է եւ ինչ կարող է տալ այս շարժմանը, որը ստեղծել է եռյակը եւ վերջին հանրահավաքը տեղի ունեցավ Ազատության հրապարակում հոկտեմբերի 24-ին։ Հիմա ավելի շատ սկսել են օգտագործել ոչ թե եռյակ եզրը, այլ համաժողովրդական շարժում, չնայած շարժման այդ համաժողովրդական շունչը դեռևս չի զգացվում այնպես, ինչպես դա զգացվում էր եւ տեսնում էինք 2007-8-ին, բայց մարտավարական առումով իսկապես տարբերություն կա 2007-8 թվականների շարժման հետ։ Հիմնական տարբերությունն այն է, որ 2007-8-ին հրապարակներ, ազատության հրապարակներ որոշում քաղաքական գործողությունների հետագա զարգացումները, բայց հիմա նաև երևի հաշվի առնելով այն ժամանակվա խնդիրները, որ հրապարակը ի վերջո հոգնեց կամ հրապարակը ցրեցին եւ տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ մարտի 1 եւ այլն, այսօր ավելի այսպես կոչված կարծես մշտական օջախներ են ստեղծում տեղերում ավելի մեծ մոբիլիզացիա ապահովելու համար եւ ինչ որ առումով նաեւ հակադրում են դրանք իշխանության տեղական ռեսուրսներին։ Հայտնի է, որ ցանկացած գյուղապետարան, ցանկացած գազի գրասենյակ կամ եւ այլն ցանկացած պահի կարող են ծառայեցվել իշխող կուսակցության շահերին։ Սա ինչ որ առումով հակադրվում է արդեն ՀՀԿ-ի իշխանության տարածքային ռեսուրսին, ներուժին։ Բայց մյուս կողմից իհարկե կան այն հիմնական խնդիրը, որ քաղաքական, այսպես կոչված համաժողովրդական շարժումը դեռևս չունի այդ համաժողովրդական շարժման շունչը։ Համաժողովրդական շարժումը, եթե մենք համեմատենք 2007-8-ի հետ կրկին, այն ժամանակ քաղաքական խոսակցությունները մտել էին յուրաքանչյուր տուն, ընտանիք, շրջապատ, այսօր դա չկա եւ շատերի մոտ պարզապես հավատի, վստահության բացակայություն է եւ այլն։ Այս առումով լուրջ տարբերություն կա, նաեւ չկա հրապարակի այն մեսեջները, կա նաեւ հիասթափությունը, ընդհանուր առումով սա է հիմնական դիտարկումը, բայց մարտավարական առումով կարծես ճնշումը պահել եւ հրապարակում եւ շտաբների միջոցով տեղերում։ Ճնշման դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել։ Դերենիկ, ինչով է պայմանավորված, որ չնայած որ Ազատության հրապարակում այնուամենայնիվ 2 հանրահավաքի ժամանակ էլ 30-40 հազար մարդ էր ներկա եւ մի քանի հազար մարդիկ նաեւ ուղիղ եթերով հետեւում էին, թե ինչ է տեղի ունենում հրապարակում, բայց այնուամենայնիվ շարժման շունչ, հեղափոխական տրամադրություններ Հայաստանում կարծես թե դեռ չի շոշափվում։ Նախ առաջինը հեղափոխության մասին, որևէ մեկը չի խոսում, որ հեղափոխության շունչ զգացվի, խոսվում է անցնցում իշխանափոխության մասին, իսկ անցնցում իշխանափոխությունը հիմնականում կատարվում է ինստիտուցիոնալ կառույցների միջոցով եւ ոչ թե հախուռն հեղափոխական այսպես ջոկատներով։ Պատճառներից մեկը սա է, իսկ մյուս պատճառը այն է, որ եթե համեմատականներ անցկացնում ենք 2007-2008 թվականների հետ, ապա այն համաժողովրդական շարժումը ձևավորվեց նախագահական ընտրություններից առաջ եւ հետո, այսինքն այն պիկն է հայ ժողովրդի համար, հայ հասարակության համար, երբ տեղի է ունենում մոբիլիզացիա հասարակության եւ համապատասխան քաղաքական ուժերի սպասելիք, գումարած քաղաքական մեսեջներ 96 թվականին է եղել նախագահական ընտրություններ, 2003-ին նախագահական ընտրություններ, 2008-ին նախագահական ընտրություններ, բացի մնում 99 թվականը, երբ Կարեն Դեմիրճյանը չբողոքարկեց նախագահական ընտրությունների արդյունքները։ Եթե բողոքարկեր, նույնը կլիներ նաեւ 99 թվականին։ Այսինքն այն կուլմինացիոն պահերն են, երբ այդ համախմբումները տեղի են ունենում։ Հիմա չկա կարծես թե այդ սպասումներ հասարակության կողմից օբյեկտիվորեն, որովհետև ոչ նախընտրական շրջան է, ոչ ընտրություններ են սպասում, ճիշտ է խոսում է արտարժ ընտրությունների մասին, բայց դեռևս չկան դրանք, որպեսզի այդ համախմբումը տեղի ունենա։
Մյուս կարևոր պատճառն այն է, որ այժմ խնդիրը դրված է ավելի շատ սոցիալ-տնտեսական այսպես հիմնախնդիրների լուծման ռելսների վրա։ Իսկ 2007-2008 թվականների շարժումը հիմնականում արդարադատության, դեմոկրատական արժեքների, սահմանադրական կարգի վերականգնման այդպիսի խնդիրներ էր դրված, քանի որ ակնհայտորեն սոցիալ-տնտեսական իրավիճակը ավելի բարվոք էր, քան ասենք հիմա 2014 թվականին։ Իսկ ինչպես գիտենք, մեր հասարակության առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ համախմբում շատ քիչ է տեղի ունենում, այսինքն մոբիլիզացիան, որը տեղի ունենում այսպես ընտրություններից առաջ սահմանադրական կարգի, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպանության կամ այսպես ճակերտավոր պարտված տեխնացուին պաշտպանելու շուրջ սոցիալական խնդիրների պաշտպանության առումով դա տեղի չի ունենում։ Չգիտեմ, մեր հասարակության առանձնահատկություններից է երևի։ Եվ այս շարժման դրական կողմերից մեկը կլինի նաև այն, որ կարողանա այսպես շարժիչի դեր հանդիսանալ, շարժիչի դեր կատարել հասարակության համար, որ հետագայում նաև սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ այս հասարակությունը սկսի ինքնակազմակերպվել եւ նախաձեռնող լինել, ինչպես ասենք կա մարդու իրավունքների պաշտպանության, չգիտեմ, դեմոկրատական իրավունքների պաշտպանության առումով։ Դե որոշակի ակտիվություն նկատվում է, չէ, այդ ուղղությամբ, բայց այն ուղղությամբ չի նկատվում։ Կարծում եմ, որ այս երկուսի համադրումը, այսինքն դեմոկրատական արժեքների եւ սոցիալ-տնտեսական խնդիրների վերհանման այս համատեղության դեպքում իրականում կլինի անցնցում իշխանափոխություն, որովհետև ճնշումը հրապարակում եւ ինստիտուցիոնալ կերպով, որի դերը կատարելու է համաժողովրդական շարժման կենտրոնական շտաբը եւ շտաբները մարզերում, լինելու է առելի իշխանության վրա եւ հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի այն, կարծեմ հենց դա էլ դրված է, որպեսզի իշխանությանը ստեղծել այնպիսի հակակշիռ ստվերային իշխանություն, երբ ժողովուրդը այդ ստվերային իշխանությանը շատ ավելի անհամեմատելի ավելի շատ կվստահի եւ նրա լեգիտիմությունը մի քանի անգամ կգերազանցի գործող իշխանությունների լեգիտիմությանը, որոնք պնդում են, որ իրենք եկել են իշխանության ընտրությունների միջոցով, իհարկե այդպես չէ, բայց իրենք այդպես են պնդում։ Այդ դեպքում իշխանական բուրգի փլուզումը անխուսափելի կլինի։ Հենց ձևավորվեց ուժային կենտրոն, ինստիտուցիոնալ, հիմա գնում են դրան։ Այդ ուժային կենտրոնը ընդունակ է քայքայել իշխանական բուրգը հիմնահատակ։ Կարեն 2008 թվականի եւ 2014 թվականի Ազատության հրապարակում հավաքված մարդկանց տարբերությունները որքանով կարող են, պահանջների տարբերությունը որքանով կարող է ազդել, հա, շարժման արդյունքի ու ավելի ճիշտ դրական արդյունք ունենալու համար։ Դրանով ես եմ հետևում համենայն դեպս նախորդ երկու հանրահավաքներին հավաքված բազմությունը որակապես տարբեր է 2007-8 թվականների բազմությունից։ Չեմ ասում լավն է կամ վատն է, որակապես տարբեր է։ 2007-8 թվականներին բազմությունը, որ հավաքվել էր այստեղ, ուներ շատ կոնկրետ պահանջներ եւ այդ պահանջները բխում էին դերենիկ, ինչպես ճիշտ նշեց, ավելի շատ իրավական պետություն կառուցելու, ավազակապետություն քանդելու եւ այլ հիմքերից։ Հիմա ավելի շատ սոցիալ-տնտեսական խնդիրներ են ակնկալում, որ կլուծվի եւ հրապարակում այսօր չկա այն քաղաքական խոսքը, այն տեքստը, որ 2007-ին հետևողականորեն կառուցվում էր։ Այսօր հրապարակում առաջարկվող տեքստը բոլորովին որակով եւ բովանդակությամբ տարբեր է։ Ավելի մեղմ է, ավելի եւ չկա վերջնական այո, խոսում են, որ չկա ճանապարհային քարտեզ, գուցե նորմալ է, որ չկա ճանապարհային քարտեզ, որովհետեւ եռյակը չի ցանկանում բացահայտել իր գործողությունների պլանը, բայց մյուս կողմից նաև հստակ չի հնչում, ասենք, այդ իշխանափոխություն կոչվածը ինչ է նշանակում, իշխանափոխություն խորհրդարանական ընտրությունների միջոցով, իշխանափոխություն նախագահին պաշտոնազուրկ կանելու միջոցով, արտահերթ ընտրությունների, այսինքն ռազմավարական նպատակը հստակ ձևակերպված չէ, այո, իշխանափոխություն, բայց ինչ ճանապարհով, հետեւաբար
այդ հստակ գաղափարը ձևակերպելու բացակայությունն էլ մեծապես պայմանավորում է հրապարակի բազմամարդությունը։ Երբ որ բայց այստեղ հավի ձվի պատմության նման մի բան է։ Բայց հրապարակը բազմամարդ է կարեն, այնուամենայնիվ հրապարակը բազմամարդ էր, երկու հարավակներ ժամանակ։ Թեև ես համաձայն չեմ քեզ հետ, որ 30-40 հազար հոգի կար, կարծում եմ, որ առավել ոստիկանությունը հրապարակել էր 15,000, եթե ոստիկանությունը հրապարակում է 15,000, երկու անգամ ավել ամեն դեպքում։ Այո, եւ կարեն կարծում եմ ամեն դեպքում ոչ թե իշխանափոխության ճանապարհը, այլ ինչ կլինի իշխանափոխությունից հետո ինչ ռադիկալ փոփոխություններ են բերելու իշխանության եկած երյակի թիմի քաղաքական ուժերը այդ հարցի պատասխանը չկա ինչի համար եւ այս խոսակցությունները կասկածամտությունն առաջացել է հանրության մի շարք շերտերում։ Ուրիշ կերպ է պետք մոտենալ ոչ թե որ վաղը սպիտակ ձիով ասպետը գալու է եւ ազգը փրկելու, այլ process-ը որպես այդպեսին դրական է, երբ որ փոփոխություն է տեղի ունենում, երբ որ հերթական անգամ ընտրություն է կեղծվում եւ այդ ընտրությունները կեղծած իշխանությունը չի կարողանում իր ժամկետը միջև վերջ տանել եւ ժողովուրդը կապ չունի ինչ ուժերի միջոցով կարողանում է փոխել դա արդեն դրական է որպես process ակնկալել որ այս փոփոխության արդյունքում վաղը գալու են ներդրողները շտապելու են Հայաստան ու ինչ որ տնտեսական, քաղաքական, արդարադատության վիճակը փոխվելու է, սխալ կլինի, բայց process-ը ցանկացած նման փոփոխություն շարունակականության երկարատև հատվածում կբերի որակական փոփոխության։ Համաձայն եմ, բայց այնուամենայնիվ դերենիկ ճիշտ չէ արդյոք որ երյակը հրապարակի իշխանության հավանական իշխանության գալուց հետո իր հավանական փոփոխությունների ծրագիրը որ բնագավառներում ինչպիսի փոփոխություններ է իրականացնելու։ Ինչքան տարօրինակ թվա, ես կպատասխանեի ոչ։ Ինչու՞, որովհետև երյակում համախմբված են քաղաքական ուժեր, որոնց գաղափարախոսությունը, ծրագրերը էականորեն իրարից տարբերվում են, օբյեկտիվորեն տարբերվում են, այլ հարթություններում գործող քաղաքական ուժեր են։ ԲԿ-ի ընտրազանգվածը բոլորովին այլ խավի ներկայացուցիչներ են, ՀԱԿ-ինը բոլորովին այլ, Ժառանգությանը, չգիտեմ, այլ։ Հիմա նայեք, այս ուժերը միավորվել են միայն մի նպատակով՝ երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից։ Այդ ճգնաժամային իրավիճակի համար մեկ խոչընդոտը համարվում է գործող իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Հիմա առաջին քայլը ո՞րն է այդ ճգնաժամից դուրս բերելու։ Առաջին քայլը դա հանրապետական կուսակցությանը եւ Սերժ Սարգսյանին իշխանությունից զրկելն է։ Քանի որ նա հրաժարվում է իրականացնել երյակի առաջադրած պահանջները։ Եվ ստացվում է այնպես, որ այդ երեք քաղաքական ուժերի ռազմավարական նպատակ հանդիսանում է Սերժ Սարգսյանին իշխանությունից զրկելը եւ կազմակերպել արդար եւ ազնիվ, այսպես ազատ ընտրություններ։ Դե դրանից հետո ով կգա իշխանության, միգուցե նույն հանրապետական կուսակցությունը գա իշխանության, եթե ընտրությունները ճանաչվում են բոլորի կողմից եւ լինում են ազատության եւ արդարության սկզբունքները հարգելով։ Կգա, չգիտեմ, Բարգավաճ Հայաստանը, կգա օրինաց երկիրը կամ որևէ այլ մեկը, դա արդեն էական չի դառնա։ Ում վստահ է ժողովուրդը։ Դրանից հետո թող ասենք սրա ծրագիրը լավն է, նրա ծրագիրը վատն է, այսինքն հիմնական խնդիրը դրած զրկել իշխանությունից հանրապետականին եւ Սերժ Սարգսյանին, դրանից հետո արդեն մրցունակ գաղափարներ, մրցունակ ծրագրեր առաջ քաշել եւ ում վստահ է ժողովուրդը։ Եվ այս առումով չարժի նույնիսկ խորանալ, թե ասենք Ժառանգությունը արտաքին քաղաքականության հարցում տարբերություններ ունի, հակասություններ ունի ՀԱԿ-ի հետ, չգիտեմ, սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման առումով հակասություն ունի, ասենք Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, անիմաստ է, որևէ մեկը չի ասել, որ իշխանությունը գնալուց հետո, Սերժ Սարգսյանի գնալուց հետո երյակը ասպես թիմով գալու է իշխանության եւ ունենալու է իշխանություն։ Չէ, միգուցե ՀԱԿ-ը գա իշխանության, ԲՀԿ-ն դառնա անդիմություն կամ ԲՀԿ-ն գա իշխանության, ՀԱԿ-ը դառնա անդիմություն, շատ հնարավոր է։ Որից հետո պարակտում տեղի կունենա։ Հնարավոր կլինի երևի գալ փոփոխություն։ Օրենք տարաձայնություններ ունեն։ Նրանց ընդհանուր ռազմավարական նպատակն է միավորում, որ իշխանությունից հեռացնեն գործող կուսակցությանը եւ նախագահին։ Շատ լավ, շնորհակալություն մեկնաբանությունների համար, այսպեսին էլ լրացումը շարունակեք հետևել Civilnet-ին։